Ոնց ստացվեց, որ դուք ընտրեցիք աշխարհի ամենաազնվական մասնագիտությունը։ Иван Герасимович խոսքներ ասում էր, урология это не профессия, это стиль жизни. Շտորցը, որ սկսում էր արտադրել բրոնխոսկոպ, իր մեծ մասը սկսում է արտադրել արդեն ուրոլոգների համար։ Այնտեղ դրած էր այն առաջ սերնդի հին սարքը, որը արդեն 5 տարուց ավել ապա մոնտաժված էր յար։ Մա ծանր դեպքի ենք քննարկում, հիվանդել էր ծանր ու ասենց համ դու խոսքս հիշի մի քանի տարի հետո ծնունդ օգնություն ընդունող գինեկոլոգ չենք ունենալու։ Վառ օրինակն է, թե ինչպես մեկ մարդ, մեկ երկրի բժշկությունը այս դեպքում ուրոլոգիան քայլ առ քայլ հանեց միջազգային ստանդարտի։ Ողջույն, նորից շաբաթ առավոտյան դուք բացել եք YouTube ու ասում եք. «Օ, դոկտոր Սրոմու մեդքաստնը, օ, դուք ունեք նոր միկրոֆոններ»։ Այո, մենք ունենք նոր միկրոֆոններ, ավելի որակյալ ձայն ենք ձայնագրելու ու դրա ձեր շնորհքն է, որովհետև դուք լայքել եք, դուք բաժանորդագրվել եք մեր ալիքին ու չեք մոռացել սեղմել զանգակը։ Համ էլ կոմենտներում գրեք, եթե մենք Patreon ունենանք, դուք մեզ մի քիչ փոխանցեք, որ մենք ավելի լավ տեխնիկայով սկսենք աշխատել։ Մարդիկ կան, ում լեգենդ, երբ որ բժշկության մեջ կամ առասարակ Հայաստանում ասում ենք լեգենդ, հիմնական պատկերացնում ենք պատկառելի տարիքով, մեմուարներ գրող, անձնավորություններ, որոնք արդեն ունեն ծոռների սերունդներ աշխատանքային, բայց այսօրվա մեր հյուրը ընդամենը 55 տարեկան է ու կարելի ասել լեգենդար անձնավորություն հայկական բժշկության, մասնավորապես ուրոլոգիայում, Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժնի ղեկավար ԵՊԲՀ պրոֆեսոր Արտուր Մկրտիչի Կրապսկին է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք 56 տարեկան։ 56 տարեկան, 56 մի քիչ եմ ասում Արտուր Մկրտիչևիչ։ Վերջերս Իզմիրլյան բժշկական կենտրոնի 20-ամյակներ, ուրոլոգիական բաժանմունքի 20-ամյակներ։ Մի հատ ֆանտաստիկ զգացողություն կար, երբ որ դուք հարցազրույց եք տալի, ֆիլմ էինք դիտում ու ֆիլմի մեջ մի հատ sense ֆանտաստիկ զգացողություն կար, երբ որ խոսք գնաց, ես դուք 20 տարի առաջ դուք 35-36 տարեկան եք եղել, ստանում եք առաջարկ գալ, ստեղծել նոր ուրոլոգիական կլինիկա դուք ու մի բուժքույր։ Երկուսով անունը չեմ հիշում բուժքրոջ, հա, Քրիստինային ջերմ բարևներ։ Մի հատ կպատմեք ինչ զգացողություններ ունեիք առաջարկը ստանալուց ու ինչ դուխ էր պետք այդ քայլն անելու համար, որովհետև ես որ նայում եի արդեն տեսի որ վախենալու էր ինքը թվում։ Նախ եւ ասեմ, որ շնորհակալություն հրավերքի համար։ Եթե իմանամ այդ բազմաթիվ լայքերի եւ դիտումներից մենք էլ նոր գործիքներ կունենանք, շատ լավ մեխանիզմ ասեցիք։ Ամեն շաբաթ ձեզ կաչեմ զրուցենք։ Միկրոֆոնը լայքելով գործիքները շատ ադան։ Երկրորդը իհարկե լեգենդար մեծ բան եք ասում, շատ իրականում դա աշխատանքն է սովորական եւ հայրս ունի այդ խոսքը, ասում է, երբ որ անցնում են տարիները, երբ որ սկսում ես պատմել քո անցած ուղին եւ միջից դեպքեր, կողքից կարող է թվա թե գլուխ են գովում, բայց դա իրական անցած ճանապարհն է։ Մինչեւ ձեր բուն հարցին հասնել, այդ լեգենդար տարիքով, մուրուկով, սպիտակ մազերով ծանր հայացքով մարդու պատմություն ասը, որ իրականում եղել է իբետ, դերևս 15 տարի առաջ, այսինքն հաստատ ավելի երիտասարդ էի, գիտեք, Շադյակ Գոռը մեր բժիշկը, ինքը ընդունվել է կլինարդինատուրա ու պիտի գա իմ մոտ։ Մինչև այդ ինքը աշխատում էր ուսանող ժամանակ կողք 8-րդ հիվանդանոցում պրոֆեսոր Ծատուրյանի մոտ, որը ավելի տարիքով միգուցե ավելի հադրայդ ճանաչված էր, բայց հիմա պատմությունը այսպես է։ Ես նստած եմ իմ կաբինետում, հիվանդներ եմ նայում եւ այլն, դուռը բացում է մի երիտասարդ տղա, մտնում է ներս, թողում դուրս է գնում։ Մի քիչ հետո հիվանդ եմ նայում, նորից այդ տղան մտնում է ներս, թողում դուրս է գնում։ Երրորդ ակավորտը ասում է՝ «Միչել», ասում է՝ «Կդրեք»։ Դուք եք Գրապսկին, ասում է՝ «Բա ես եմ», «Միչել», ասում է՝ «Ես եկել եմ, ուզում եմ ձեր բազայում անցնել կլինարդինատուրան», ասի լավ։ Թղթերը կնայենք ձեր, եթե ամեն ինչ համապատասխանում է ձեր ցանկությունը, իհարկե ուրախալի է։ Հետո անցավ տարիներ, եկավ մի քանի տարի հետո ասում է Արտուր Մկրտիչևիչ, գիտեք ինչ է դուրը բացում։ Ասում են կողք աշխատում է, հատատ լսել է Գրապսկի, ասում է գիտե մի 75 տարեկան մուրուկով այդ բադի Լև Տոլստոյի պես նկարով մի հատ պապի պիտի նստած լինի, ասում եմ մտնում եմ ձեզ տեսնում եմ, ասում եմ մեզ իք չի էլի, վերջ ասում եմ երրորդ անգամ քույրի նոր դուրս հարցրի իքն է, ասեց նոր դուրս եկա, այսինքն իրական պատմությունը կա այդպես,
Ну, ուրախալի է, որ գնահատվում է բժշկի աշխատանքը, գիտեք, ինքը մեկ-մեկ ասում են ինչի են բժիշկները թողում գնում, ինչի բանը ճանաչված մարդիկ գնում են, նաև դա ժողովրդի վերաբերմունքից է եւ չեմ ուզում ասել ժողովրդի, որտեվ էլի վերադառնամ իմ շեֆին, միշտ ասում էր, որ հայ ժողովուրդը շատ շնորհակալ է միշտ։ Եվ այդ բժիշկ ջան բառը չի կորում իր լեքսիկոնից, այլ որոշ միգուցե անձերի եւ բանի լուրերի հետևից գնացողներին պոպուլյար ստեղծելու իրենց այն հազարավոր կյանքեր փրկած բժշկի մի ինչ որ դեպքի վրա այդ մարդու ամբողջ անցած ճանապարհ կարող են ջնջեն եւ փնովեն։ Ես այդ հարցը ճիշտ ասած միշտ բարձրացնում եմ, որ այդտեղ օրենսդիրից են մարդիկ լինում, մեր մոտ եղել են նախկին նախարարը, պատգամավորներ, այս նույն տաղավարում զրուցել ենք, միշտ ես այդ հարցը բարձրացնում եմ, ոնց պետքա լինի այն բոլոր դեպքերի հետ, երբ որ լրատվականները գալիս կանգնում են հիվանդանոցի դեմը, բոլոր հարազատներին կողքի հարևանին, երրորդ պորտ հերրու տաքսու վարորդին հարցնում են ով է մեղավոր, հետո գրում են տաքսու վարորդի կասկածով մեղավոր է բժիշկը, հետո անցնում է 5 տարի, դատարանը որոշում է որ բժիշկի մեղք ընդհանրապես չկար, բայց մենք շատ հանգիստ տեսնում ենք թե ոնց կարելի է մարդու անվան հետ կարող իսկ թողեն գնան մարդ, որը գիտեք վիրաբուժություն եւ փորձառու բժիշկ նաեւ դառնալու համար տասնյակ տարիներ են պետք, այսինքն ինքը պրոբլեմատիկ մասնագիտություն, դրա համար նույնիսկ Եվրոպա, Ամերիկա արդեն տեղացի մարդիկ չեն ուզում բժշկություն աշխատել մեջը, որտեվ 5, 10, 15 տարին, որ իրենք ծախսեն այդ նույն ջանքերով ուրիշ մասնագիտության վրա, իրենք հաստատ ապահովված եւ հարուստ մարդիկ կլինեն, երբ որ բժիշկը նոր 10-15 տարի հետո նոր սկսում աշխատել ինքնուրույն։ Դե դրա վառ օրինակը գինեկոլոգներն են բերում Նորայրը Ղուկասյան Էրեբունի բժշկական կենտրոնից, այն օրը հեռախոսով խոսում ենք իրար հետ, շատ լավ օրինակ բերեց, մի ծանր դեպք էին քննարկում, հիվանդել էր ծանր ու ասենց հա դու խոսքս հիշի մի քանի տարի հետո ծնունդ օգնություն ընդունող գինեկոլոգ չենք ունենալու։ Սա դառնալու են ինֆեկցիա բուժող, անպտղություն բուժող ու ռեալ գնում է դրան, որովհետև մանկաբարձ չեն գնում դեպի ակուշերստվա, նույնը գուցե եւ ուրոլոգիայում։ Հիմա որ երիտասարդ ուրոլոգիայի թվում եւ իմ հետ որ խոսում են, բոլորը գնում են դեպի փոքր ուրոլոգիա ու կարող ժամանակը գա այն մեծ վիրաբուժության, ну չեմ կարող կտրուկ այդպես ասել, որտեղ բուն ուրոլոգիայի մեջ հիմա դատելով մեր կլինիկական օրդինատոր ռեզիդենտների քանակը որ ունենք եւ թեկուզ մեր բազայում եւ մեծ մասը ուսանող ժամանակ անցնելով ողջևորում են այդ ցիկլերի ժամանակ, դերևս մարդիկ ձգտում են ուրիշ բանոր պրոբլեմ կա այո, այս բժշկական գիտության զարգացման եւ տեխնիկայի առաջընթացով որոշ տրադիցիոն եւ բարդ բժշկության մասնագետները չկան, օրինակ Ամերիկայում Միացյալ Նահանգներում մեծ պրոբլեմա ուրոլոգիայի մասով ասեմ, բաց վիրահատություն կատարողների։ Այսինքն ամեն ինչ արդեն ամենից են օնկոլոգիական եւ մեծ վիրահատությունների ծավալ անցել է ռոբոտիկ վիրաբուժության եւ մարդիկ կան իրենք ասում են ես ռոբոտիկ վիրաբուժեմ եւ հանկարծ մի պրոբլեմ եղավ ինքը չի կարող շարունակել բաց վիրահատությամբ այն մարդիկ որ ուզում են մեծ կարիերա անեն ստիպված ռոբոտիկ վիրաբույժ դառնալուց հետո գտնում են մի հերու մի նահանգ որ գնան 2 տարի սովորեն բաց վիրահատություն ոնց պետք է անեն որտեղ դա իսկապես պրոբլեմ է Վերադառնանք ձեր հարցին։ Վերադառնանք 20 տարի առաջ, երբ որ դուք Միքայելյան, ճիշտ է՞, թե Միքայելյան։ Աշխատում էի, այո, այն ժամանակ ամբիոնի դոցենտ էի, ուսմասվարն էի ամբիոնի եւ աշխատում էինք բավականին, այո, մեծ թիմով։ Եվ երբ որ տնօրենը այն ժամանակ Սուրբ Ներսես մեծ էր կոչվում, ինքը ծանոթ էր իմ հորեղբոր համակուրսեցիներ եւ իր ընկերներ զանգարեց, որ ասեց, երբ որ քիչնես ներքև մեր Սուրբ Ներսեսով անցի մի հատ խոսալու բան ունենք եւ ասեց, որ այն վիճակնոր պրակտոլոգիա ինստիտուտը դարձրել են բազմապրոֆիլի հիվանդանոց եւ բուն առաջվա պրակտոլոգիան երկու հարկ է զբաղեցնում մնացածը չունեն մասնագետներ, որոնք հիվանդանոցը այս ամբողջ շենքը պրակտիկորեն դատարկա եւ հիվանդանոցը չի կարող
ամբողջությամբ աշխատել լիարժեք որպես բազմապրոֆիլ չունենալով ուրոլոգիա կոնկրետ իմաստով։ Ես նույնպես զրույցի մեջ ասաց, որ գիտեք, ժամանակակից ուրոլոգիան դեռևս արդեն 2005 թվին չի նախատեսում այն հին վիրահատությունները, ինչը դուք ունեք, այսինքն ունեք ստանդարտ ընդհանուր վիրաբուժական են նաբորը, այսինքն բաց վիրահատություններ կատարելու ոչ մի ուրիշ բան։ Այսինքն արդեն Հայաստանում իդեպ միշտ ասում են բաներին, երբ որ թեման լինում է կոնֆերանսներին, նույնիսկ արտասահմանյան հարթակներում, Հայաստանը այն երկրներից մեկն է, որ միզաքարային հիվանդության դեպքում աշխարհում առաջիններից է, որը ներդրել է հեռարքարափշումը, լիտոտրիպսիան։ Եվ կարճ ասեմ, որ դիստանցիոն լիտոտրիպսիան, երբ որ բժշկության մեջ մտավ, դա առանց ամպագորգոր բառերից հեղափոխություններից մեկն էր բժշկության մեջ, երբ որ կտրուկ մեծ կտրվածքից քար անելու համար մեթոդը բուժման տեղափոխվեց ամբուլատոր 1 ժամում քարափշում անել տուն թողել հիվանդին։ Այսինքն հեղափոխության պես էր եւ դա առաջին 1980 թվին սկսվել է Գերմանիայից։ Եվ արդեն 1989 թվին, երբ որ աշխարհում կար ընդամենը 300-ած սարք քարափշման, մեկ արդեն Երևանում էր։ Որ հիվանդանոցում Լիտոտրիպսիայի կենտրոն էր ստեղծվել, առաջ հիվանդանոցի ՆՎԴ-ի պոլիկլինիկայի կողքին, ցենտր ուրոլոգի կոչվում։ Ինչը վերջերս էլ տենց էր կոչվում, հետո փոխվեց անվանումը, Այնտեղ դրած էր այն առաջ սերնդի հին սարքը, որը արդեն 5 տարուց ավել ապա մոնտաժված է իհարկե չկա։ Հա, բայց այդ սարքը 89 թվից մինչև 2020 թվը աշխատել է։ Ասեմ ձեզ, որպես էտալոն քարափշրման եւ այլն, դեռևս համեմատվում է իր հետ։ Հասկացա, հա։ Որտեվ բուն իր էներգիան եւ քարափշրման հնարավորությունը ամենաբարձրն է, չնայած իր հետ աշխատել ավելի դժվար էր, որտեվ հիվանդներին պետք է ջրի մեջ պարկացվեր վաննային ամեն անգամ, հատուկ պադիոմնիկներով իջացվեր, այդ ջուր լցվեր, դեգազացիա շատ դրա վրա ենք աշխատել։ Ես տենց բան չեմ տեսել, ճիշտ որ ասեմ, հա դուք հիմա նկարագրեցիք, դրա անալոգը ունեինք Միքայելյանում, սովետական անալոգը, որը արդեն ստեղծել էին, եթե չեմ սխալվում, 91-92 թվին դրա կոպիան Միքայելյանում առած դրած էր, ու ես հիշում եմ այդ սարքը, որը հիմա մոտ 30 քառակուսի մետր սենյակում կարող է տեղադրել ամենավերջի սերնդի սարքը, այն ժամանակ տեղակայված էր առնվազն 4 սենյակ էր պետք։ Մի սենյակում պոմպաներն են ջուր կուտակելու դեգազացիայի, մի սենյակում մեծ շիտավո էր կոչվում էս պատի վրա այդ տրանզիստորով, լամպերով շկաֆերը, մի մեծ պուլտ էր, որը այն երբ որ նայում եք ցենտր ուպրավլենիե պոլյոտը, չէ՞, պատկերացրեք այդ պուլտի չափ պուլտ, 2 սանտիմետրանց քարի սենյակում վաննան էր ջրով, причем այդ կրեսլոն, որ հիվանդը պիտի մեջը մտներ, այնքան ծանր երկաթներից էր, որ այդ պտտացող բաները BTR-ի մոտորներ են, BTR-ի պուշկա բան պտտացնող բաշնյան։ Պատկերացրեք այդ սարքը կար, սովետական նաև։ Ինչևէ, ուզում ասել որ Հայաստանում բժշկությունը իշնորհիվ այդ ժամանակ Բերլինում ապրող սփյուռքահայ բարերար, որը այդ սարքը այն թվին $1 միլիոն արժեր, պատկերացրեք։ Առել նվիրել էր Հայաստանին արդեն սովետի վերջի քանդման տարիներին եւ ամբողջ Սովետ միությունում երևի 3 թե 4 հատ կար այդ սարքից, մեկ Մոսկվա, Լենինգրադ եւ Երևանում։ Եվ Ռոստովից ներքև ամբողջ այդ Սովետի տարածաշրջան ներառյալ Վրաստան եւ Ադրբեջան, գիտեին որ Հայաստանում քարերը առանց վիրահատության են բուժում եւ գայց են քարափշրման, նույնիսկ այդ թվերին բարձրաստիճան ուժայիններ Ադրբեջանից նույնիսկ եկել քարեր փշրել գնացել են եւ ես արդեն մինչեւ դեռևս 2004 թիվը Վրաստանից հիվանդներ ունենք, որ ընդ արդեն կար սարքը, նոր առել են, փորձը միգուցե շատ չունեն այդքան, բայց սարքը առել են, դեռևս ասում են գնացեք Երևան, ընդ առանց վիրահատության քար են փշրում։ Ես ունեցել եմ այդպես հիվանդ, Ֆանարջյանի հետ, Սերգեյ Վիկտորիչի հետ, իհարկե եկել էր, բայց իրեն Բերկուտան արվեց, որովհետև քարը մեծ էր, փշրելու չէր։ Այդպեսի պատմություն ինչի համար էր, որ տնօրենին ասացի, որ գիտեք հիմա այդ բաց գործիքներով չեն կարող բաժանմունք բացել
ես երիտասարդ բժիշկ, քույրը երիտասարդ, այս հիվանդանոցում, որը չի ունեցել ուրոլոգիա, բացում ենք բաժին եւ ինչ անենք։ Ասենք եկեք ձեզ կտրվածքով քար հանենք։ Երբ որ իրենք ասեցին, դե ասա ի՞նչ է պետք, որ այդ անենք, ասեցի դե քարերի համար պետք է առնվազն լիտոտրիպտր ունենանք եւ էնդոսկոպիկ գործիքներ մնացած մեր գործողությունների, պրոստատի եւ այլն ցուցակը տվեցի եւ երբեք չէի հավատում, որ հնարավոր է առնել, որտեղ մինչեւ այդ թվերը ինչ այդ գործիքները, որ Հայաստան բերվել են, միշտ նվեր են եղել։ Թե լիտոտրիպտերը այդ ժամանակ Միքայելյանում երկրորդ սերնդի լիտոտրիպտր կար արդեն առանց այդ վաննայով ջրի, որ նվիրել էր Ֆրանսիայի Լիոնից Ժոել Սարգսյանը եւ մեր լիտոտրիպսիայի մեծ փորձը եւ այդ վարժանքը որ ունենք, որ եկանք այդտեղ սկսեցինք այդ սարքի վրա ենք սովորել, չէի հավատում որ այդ նույն թվին ես ունեի fellowship, մարիա 5 ամիս Լոնդոնում ուրետրալ ստրիկտուրաների վերաբերյալ։ Այն ժամանակ հանրահայտ պրոֆեսոր Անտոնի Մանդիկար, աշխարհահռչակ միզուկի ստրիկտուրաների մասնագետ էր եւ ես գնացի իր մոտ, արդեն միտքս էլ այնպես էր, 5 ամիս որ Լոնդոնում մնաս, կուզես հետ գաս, թե չէ։ Հետ եկա, օգոստոսին հետ եկա, 2004 թվին էր։ Դեկտեմբերին տնօրենը զանգեց, Ավակյան Սևակ, ասեց կարող ես մի հատ էլ իջնես իմ մոտով։ Գնացի ասում ոնց ես ինչ կար, ասում դե նոր եմ եկել Լոնդոնից էսպես էլ։ Ասենց բանը դարագից անեց մի սենց դապոն թուղթ էր, ասում են որ գրել էր այս լիտոտրիպտերը ամենալավը այդ թվերին այդ Շտորց Medical SLK անդեղի չոր վիրտուալ նավիգացիա եւ այլն, ես առել ենք։ Այս թղթերը վերցրու դեկտեմբերի 25-ին, ստեղ կլինեն 2004 թվի։ Կլինի տամոժնայում ստացեք բերեք։ Ես չհավատացի իմ աչքերին, ասեցի ոնց է, ասում եմ մյուս դարագիցս էս թուղթ անեց, ասում ես էլ հրամանը որ քեզ ուրոլոգիական ծառայության ղեկավար եք նշանակել, ասում եմ ոնց, բա էնդոսկոպիկ ստոյկ են։ Սնայից վրեց, ասեց չես հավաչում, $5 միլիոն տվել եք, այս սարք առել եք, դու էնդոսկոպիկ ստոյկ այս ուզում, վերջ հրամանը գնա ստացեք։ Ստոյկը երբեք։ Ստոյկը դեղավ 2008 թվին, բայց ես ունեի մի հատ ցիստասկոպ, հին ACMI-ն ամերիկյան սիստեմի, որով կաթետրիզացիոն ցիստասկոպը, այդ ցիստասկոպը վերցրել եմ Միքայելյանից, կաթետրերը ստենտերը եւ 2005 թվին բացել ենք այդ բաժանմունքը դատարկ մի հարգում լիտոտրիպսիայի սենյակն էլ այդ հին ռենտգեն կաբինետներ ա չօգտագործվող փոշու մեջ այսպես որտեղ գիպսը կարտոն որտեղ պատը ներկելով մաքրեցինք դրեցինք այդ թանկարժեք սարքը եւ այդ ցիստասկոպով որտեղ մենք խարաբշում ենք ասում բայց մեծ մասը մինչեւ այդ ստենտը պետք դնել դրենավորել նեֆրոստոմա դնում ենք հիմա սիրուն խողովակները կան չէ առաջ դնում ենք դրենաժը որտեղ չկար Ցիստոստոմաները կաթետրային դնում ես մի անգամ տեսել։ Այսինքն այդպես եկանք բացեցինք բաժանմունքը։ Իհարկե այդ բանը ուզում ասել որ քարաբշման սարքը եւ այլն առնվել էր հայ արաքելական եկեղեցու կողմից, որտեվ ինչի ասել, մինչեւ այդ միշտ նվերներ էր եղել, այս անգամ առաջի անգամ որ ըստ ցուցակի եւ առնվեց ամենաակտուալ եւ նոր սարքը։ Եվ դրանից հետո հիվանդանոց արդեն պատկանում էր եկեղեցուն եւ անունը Սուրբ Ներսես մեծ է։ Ժամանակ արդեն Գարեգին երկրորդն էր կաթողիկոսը։ Այո։ Այսինքն եկեղեցին Իզմիրլյան բժշկական այն ժամանակ Սուրբ Ներսեսին նվիրեց այդ առաջի գնեց։ Չեմ կարող ասել գնել, որտեվ բուն այդ ակցիաները պատկանում են եկեղեցուն, այսինքն հիվանդանոցը, այդպես ներդրում արվեց, բայց բուն ինքը հաշվարկներով արվում, հասկանում եք։ Այսինքն երբ որ մի բան ուզում ես, միշտ պետքա հիմնավորես, թե ինչի պետքա այս առնենք, ոչ թե առնենք լսվենք, որտեվ չի լինի այդպես։ Բայց դուք հիմա մի հատ բան եք ասում, որ իմ մոտ էգզիստենցիալ վախ է առաջացնում, երբ որ ունեք երկու, հիմա մենք էլի երիտասարդներ ասացել որ այդ սարքի վրա ու հետո
եկան մեր երկու ուրոլոգները եւս Միքայելյանից մեր նախին կլինարդինատորներ, հետո եկավ մեր ավակ քույրը էլի Միքայելյանից մյուս բաժիններից, որից հետո միացան մյուս ուրոլոգներ եւ հիմա հավանաբար մեր բաժինը ամենամեծն է, որովհետեւ միայն աշխատող ուրոլոգ չհաշված կլինարդինատորներին 20 բժիշկ ունենք։ Ես ինչի սկզբից մատնանշեցի լեգենդար, դուք համեստություն եք անում, ում հետ խոսում ես մեր սերնդից, տղերքից էլ, ում հետ մտերիմ եմ խոսում եմ, Արտուրը, Գոռը եւ մնացածը բոլորը, Ազատը մեր մնացածը բոլորը, դե ես Գրաբսկի արդինատրն եմ եղել։ Այսինքն այդ արտահայտությունը, որ ես Գրաբսկի արդինատրն եմ եղել, իրանք օգտագործում են ոչ թե որպես փաստարկում, այլ որպես ինչ-որ էտալոնի նշան։ Այսինքն ինչն է դրա մեջ կայանում, Հիպոկրատի երդման գլխավոր տողովորն է, որ սովորացնում է սովորացնողին եւ շարունակվում է։ Ձեր սերունդը հիմա աշխատում է, ձեր տված սերունդը երևի կլինիկա չկա Հայաստանում, որտեղ դուք չունենաք մարդ, ով որ ձեր մոտ սովորել է ուրոլոգիան ու աշխատում է ընդհանրապես բժշկությունը։ Այդ բանը համեստություն եք։ Արտուր Մկրտիչովիչ, գնանք ավելի հետ, ես կուզեմ ձեր հետ գնանք ավելի հետ, այդտեղ բժշկություն շատ ենք խոսացել, ինձ ձեր անձը ավելի հետաքրքիր է։ Դուք հետաքրքիր ծագում ունեք։ Այսինքն Գրաբսկի ազգանունը ինքը լեհական ազգանուն է։ Դուք կիսով չափ լեհ եք, կիսով չափ հայ։ Խանգարել, հեչ մտածել եք գնանք Լեհաստանի քաղաքացիություն ստանաք ու Լեհաստանում ապրեք, եվրոպական երկիր։ Կիսով չափ չեմ, ավելի քիչ եմ լեհ, քան հայ։ Հայ, հա։ Որտեվ լեհ եղել է իմ պապի պապա։ Հա, հասկացա։ Մամաները բոլորը հայ են եղել։ Այսինքն մոտավորապես 12.5-ից 25% լեհական կողմից։ Ես հիշում եմ, որ դուք մի անգամ արտահայտություն արեցիք, որ մամաները հայ են եղել ու որոնց մամանա դաստիարակել է ազգել երեխան դաստիարակում։ Այդ մի անգամ բադից հմեկից էին եկել, հաղորդաշար ունեն իրենք, էթնոգույները կոչվում։ Եվ ասում եմ, որ իմացել ենք, որ լեհական համայնքը դա շատ մեծ չի Հայաստանում, բայց ներկայացուցիչներ կան, որոնք ձեր ասած հաջողության են հասած։ Ասում ուզում ենք գանք ձեր մասին բան ֆիլմ անենք։ Որ հարցրեցի ինչպես, ինչ է մեջը, բա ընտանիքում լեհական տրադիցիաներ բան, ասում եմ երեխեք ջան, եթե 5-6 սերունդ ընտանիքի մաման հայ լինի, կթողի որ լեհական բան մնա մեջ, ինչ պիտի հայկական, բայց եկան նկարեցին, որտեվ եւ շատ պոպուլյար է հաղորդումը, այնքան շուտ են անում, բիվանները զանգում են բժիշկ տեսանք, ձեզ տեսանք եւ ստիպված տունը սովորեցինք լեհական ուտելիքներ սարքել եւ պատրաստեցինք եւ հյուրասիրեցինք, դեպ շատ մեզ էլ դուր եկավ, այսպես կշարունակենք։ Փոքր տրադիցիա։ Բուն ազգ ասեմ, որ ինքը հին ազնվական ազգ է եւ պատահականորեն ես նույնիսկ գտել եմ, որ հին ունենք ցեղական գերբ, գտել եմ ոչ թե ինտերնետի այնց հասարակ տեղերից, այլ մեջը կա մեծ հարթակ, կոչվում է Գերբովնիկ Դվարյանսկի Հրադով Всероссийской империи։ Հա։ Հա Լեհաստանի մեջ որ գրում ենք մեր ազգանունը, բերում է պատմությունը սկսած 1600 թվականից։ Եվ այնտեղից գերբը տեսանք, որտեղ Լեհաստանը կեսը ուղիղ եղել է Ռուսաստանի մեջ, համապատասխան այդ ազգերը եւ իրենց ունեցվածքը եղել է ռուսական եւ 1600 թվականից գրած է նույնիսկ որ Վայևոդստվայում, որ Իմենիայի ազգանունը գալիս է կոչվում է Իմենիա Գրաբ Իմենիա, գրաբ ծառել կա, հավանաբար ինչ-որ ձևով, բայց այդ բնակվայրը այդ ազգանունից իր 6 տղայի մասին է գրած այդ կոնկրետ այդ մարդու 1600 թվի, որ հետո բաժանվել են իրենց մեջ եւ մեջները կա այն թվին Մարտին անունով մի տղեն։ Հենց այդ պապից պապն էլ Մարտին է եղել, դրա համար կասկածում եմ որ այն Մարտինի թորներից է, որտեվ հերթով եկել է այդպես։ Մեր ընտանեկան պատմությունը նայ որ այդ Գրաբսկի Մարտինն է եկել Վրաստան, որտեղ այդ Ճավախքի շրջանում հայ կնոջը տեսել, որ ում հետ որ ամուսնացել է եւ այդտեղից մեր սերունդը շարունակվում է։ Եվ գերբը հիմա եւ այդ գերբը կպսրած է իմ այցեկարտի վրա եւ մեր դաչայի պատին սիրուն նկարած ով մտնում ասում է։ Ես սովորաբար ազնական բաներ չեմ սիրում խառնել բաներ։ Գործի հետ։ Բայց հետաքրքիր է, որ երկու ժողովուրդն էլ, որ ձեր մեջ կան, հայերն էլ, լեհերն էլ, իրանք հիմնականում աշխատասեր, խելացի,
Եմ որ ասում եմ վիզ դնող, բայց շատ ծեծված ժողովուրդներ են։ Լեհերը անդադ ռուսական կայսրության, նացիստական Գերմանիայի, հետո արդեն կոմունիստական իշխանությունների կողմից մինչև Լեհ Վալենսիայի իշխանության գալը եւ շարունակենք նորագույն պատմությունը, բայց երկու ժողովուրդն էլ իրանք են զարթոնքի ու բացվելու համար գրեթե նույն պատմությունն է գալիս։ Դե գիտեք, ասացված կաս Լերն էլ Եվրոպայի հայերն են։ Նմանեն, դեռ շատ նման է այդ պատմությունը։ Իդեպ վերադառնամ մեր ազգին, մեջը այնպես չի որ հասարակ մարդիկ են, օրինակ Լեհաստանի վարչապետը 1920 թվականից եղել է Գրաբսկի Վլադիսլավ։ Ազգակ չեմ կարող ասել ուղիղ բարեկամը, բայց մեր ազգակիցն է, իր եղբայրը մինիստրը ֆինանսով եղել եւ այդ պատմությունն էլ է հետաքրքիր, որ ասում եմ բաներ են պատմում կթվա գլուխ գովալու, բայց 2013 թվին Ռուբեն Օգանչի հետ գնացել էինք Ամերիկյան Ուրալոգիական ասոցիացիայի կոնգրեսին Սան Դիեգոյում էր։ Այն վերջի մեծ քաղաքն է, որից հետո Մեքսիկան է սկսում։ Եվ վերջի օրը որ բանկետներ այդ կոնգրեսի, իսկ բանկետը իրենք կազմակերպել են շատ հանրայինի տեղ ավիանոսից ունեին, այդ վիետնամական կռվի ժամանակ M40 էր թե ինչ էր անունը, որը վերջնական կանգնած է Սան Դիեգոյի Պրիչալին եւ մուզեյ է մենք։ Причем իր վրա ինչ են ինքնաթիռներ եղել են այն թվի 60 քանի թվի։ Այդպես կանգնած է։ Եվ վրան անում են տարբեր միջոցառումներ, ու ինքը մի մեծ շենքի չափ հարկերով շատ մեծ բան է, ավիանոսից է եւ բանկետը տեղ էր։ Հիմա այն հյուրանոց որ մենք մնում էինք ես ու Ռուբեն Օգանչը, տրամվայի գիծ կար այդ ավիոն ափով գալիս էր, վերջի կանգար այդ մեր հյուրանոցը ոտքով կարելի էր գնալ մի 10 րոպեով։ Եկանք այդ տրամվայը նստանք, վերջի կանգառն էր դատարկ տրամվայը։ Չեմ պատկերացնում թե Ռուբեն Օգանչի տրամվայը, բայց լավ։ Սան Դիեգոյում կարող պատկերացնել։ Տրամվայը գնաց մյուս կանգարին երկու երիտասարդ վազում էին որ նստեին մի կերպ դուրը պահեցի որ նստեն մտան ասին շնորհակալություն որ պահեցիք նստան այդ որ տեսան բաժը կախածը տեսնեմ են աղջիկա բանից էլ նույն բաժից կա բայց տղեն չուներ այս տղեն կարդաց ազգանունս ասում է լեհ ասում եմ երկար պատմություն ածակումով ասում է դու գիտեք ձեր ազգանունը ինչ դեր ունի ասի վարչապետն է եղել, ասում է վարչապետը ոչինչ, ասում է մեր Լեհաստանը որ վալյուտան ունի զլոտի, այդ իր մինիստրը ֆինանսով Գրաբսկին է ներմուծել, պետության սիմվոլներից մեկն է վալյուտան, դրա համար մի քանի տարի առաջ Լեհաստանից մեզ ուղարկեցին պամյատնայ մեդալ Ցենտրաբանկը 10 զլոտի, որի վրան խփած է Գրաբսկի այդ մարդու անունը որը իշնորհիվ իրեն նույնիսկ իրենց կենտրոնական բանկը այդ պամյատն բայց հետաքրքիր որ դες Հայաստանում գտել են որ ուղարկեն էլի թե դե մեր ծանոթներն են հասկացա իսկ այդ հարցին ով որ այդ փորձը ունի գնալ ինչ որ բան մեզ ասում են լսեք մենք տատու տատա անուն ենք տալիս թե լեականը գնացել ենք բնակարան են տվել մեզ քաղաքացիություն դա էլ իրենք green card-ի պես բան ունեն կարտը պալեկա է կոչվում որ ունենում ես ոնց որ վիզա բան պետք չի գնալ աշխատել ինչի չեք զբաղվում ասում եմ նախ ժամանակ չի լինում եւ պիտի գրենք պատմությունը եւ այլն այս վերջերս կստացի հիմա երևի շուտով լույս կտեսնի լեական թերթերից մեկում հոդվածը արդեն ուղարկել են տպագրվի կկիսվեմ մեր պատմությունը բանի Լեհաստանում կտվի որ այս ընտանիքը այսպես պատմություն ունի եւ բժիշկներ են եւ այլն ու սկսվում է в далёких горах Кавказа перевод ասեմ в сердце Еревана живет семья Крабских Արտուր Մկրտիչովիչ դուք ձեր կուրսի Վիլյամ Պաուլոvić մեր հաղորդման ժամանակ ասաց որ դուք լավ ուսանողներից եք որ ինքը ձեզ հիշում է ու դուք ձեր կուրսի ամենալավ սովորողն եք եղել ոնց որ նշվեց դուք Հիպոկրատի երթումն եք կարդացել ամբողջ կուրսի համար նշանակում է կուրսի ամենան եք եղել ձեր բայց ընդունված է որ կուրսի ամենաները հիմնականում դառնում են կարդիոխիրուրգ, նեյրոխիրուրգ, չգիտեմ սրտաբան, այդ է, չէ՞, ինձ որ ժամանակին ասում եմ ուրոլոգ եմ դառնում, մարդիկ ուրոլոգ, այսինքն զարման կա, որովհետև մեր բժշկությունից ով հերո էր, իրանք պատկերացնում են, թե դու լավ ես սովորում, ես էլ եմ բավական լավ սովորում, դի սրտաբան դառնաս։ Ոնց ստացվեց, որ դուք ընտրեցիք աշխարհի ամենաազնվական մասնագիտությունը։ Ազնվական մարդ ազնվական։ Եվ Իվան Գերաշյանը խոսքներ ասում էր Урология – это не профессия, это стиль жизни.
Կստати շատ նոր ասում եմ в точку попал։ Այդ ձեր հարցն էլ շատ հետաքրքիր պատմություն ունի։ Այո, ես կուրսի երևի ամենալավ սովորողն էի, որտեվ իմ բանի այն մաման զաչուտնիկ որ տանում էր մեր հորեղբոր մոտիկ էինք ապրում, նույն տան տարբեր հարգերում ցույցեր տալիս, ասում էր նայեք, մենակ 5 է դրած։ Ես չէին հավատում երեխեքը, թերթում էր, ասում էր նայեք։ Այո, ամբողջը այդպես է ստացվել։ Իհարկե ոչ միշտ քննություն եմ ազդել, բայց ընթացքում այնքան լավ է սովորում կամ դասի ընթացքում մի ֆրազա, որ ես ասում եմ, դասադում ասում էր ինքը արդեն ամեն ինչ հավանաբար գիտի, քննությունների վերջում արդեն մեծ մասը նաև ազատում են, որտեղ ասում են կարիք չկա ինքը քննություն ազնի։ Եվ վերջի, գիտեք, տրադիցիա կա բժշկական համալսարանում, այն ժամանակ վերջի կուրսերում լավագույն ուսանողներին տարբեր ճանաչված հայ բժշկապետների անվան կրթաթոշակներ կար եւ ամենամաքսիմալը, ինչի ում անունով էլ բժշկական համալսարաններ Մղթար Հերացումներ, ես այդ ստիպենդիայի ստացողն էի եւ ավարտական հանդեսը որ կար ռեկտորատում, ես էի ինձ էր այդ պատիվը տրվել Հիպոկրատի երդումը կարդալ, բեմում Վիլյամ Պավլովիչին կողքը կանգնած, ես այդ կարմիր գիրքը բացած կարդում էի երդումը եւ կուրսը ամբողջը ով որ ուզում էր հետևից կրկնում էր երդվում եմ եւ կեսը մեկ ասում են դու ես մերտեղ երդվել, դու էլ ես աշխատի մենք չենք երդվել, որտեվ շատ մարդիկ կային մեր ուսից, որը բժշկությամբ չեն զբաղվում, այլ ոլորտներում էլ են մեծ հաջողության ասել, օրինակ ԿՎՆ-ից եւ հիմա Գարիկ Մարտիրոսյանն օրինակ։ Ձեր կուրսից եղել։ Ձեր հետևից իդեպ լավ էր սովորում շատ, ասեմ ձեզ։ Ոնց Վիլյամ Պավլովիչ ափսոս մտա։ Ինչևէ, հարցն մոռացել։ Ոնց ընտրեցիք ուրոլոգիա։ Ուրոլոգիա, այո, ինչպես դուք ասացիք, կարդիոխիրուրգ էի ուզում դառնալ։ Բոլորը լավ ասա։ Այո, ես մտքով չի անցել ուրոլոգիա դառնալ, երբեք չի անցել։ Եվ այն ժամանակ եւս ուրիշ հարց կար Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը, որը մինչև Միքայելյանի անվան դառնալ, ինքը եղել է Մոսկվայի ինստիտուտ խիրուրգիի ֆիլիալ, ոչ մեր Երևանցի ֆիլիալ եւ այդ ժամանակվա տնօրենը Թամազյան Համլետը իրենց ինստիտուտի պես ուզում էր շկոլը будущих хирургов կար, որպես մեծ ինստիտուտ։ Եվ 4 կուրսից եկան բժշկական համալսարան, հարցազրույցներ անցկացրեցին, ընտրեցին մոտ 20 հոգի երիտասարդներից, որ բացել են շկոլ будущих хирургов Միքայելյանում եւ մեզ ասացին, որ կարող եք դասերից հետո մեզ սենյակներ հատկացրեցին, այն կողքի կորպուսը, որ դատարկ էր։ Դասերից հետո մենք գնում ենք Միքայելյան 4 կուրսից հետո։ Եվ ամբողջ գիշեր կարող ենք մնանք այնտեղ այդ բոլոր էքստրենի վիրահատությունները տեսնել, զանգում էին հերթապաբժիշկները այդ կորպուս, ասում են եկեք էս հիվանդ կա, էս հիվանդ, այսինքն այն ցուրտ ու մութ տարիներին, որ տրանսպորտ էլ չկար, ոտքով բարձրանում էինք դասերից հետո Միքայելյան, բժշկականից, այո, դասերից հետո 4-ից հետո 6-ից հետո եւ գիշեր երբ որ 9-ին 10-ին հետ էին գալիս, այդ շների հաչոցով, հետևներից վազելով այդ ուղիղ Միքայելյանի տակի այդ սարերով իջնում էինք, մինչև հասնենք մեր տներով։ Եվ ասեմ, որ հիմա մեկ-մեկ մտնում ենք կաբինետս, բոքսի պերճատկի կա կախած, ասում են ես բոքսեր ես, բժիշկ ջան, ասում եմ չէ, ես որ 4 կուրսից մեզ տարան Միքայելյանը, Համլետ Սերգեյիչը Թամազյանը, բոքսի ֆեդերացիա Հայաստանի պատվավոր նախագահն էր։ Բոքսի տրեներ ունեինք, շաբաթ 2 անգամ բոքս էինք պարապում, 4 կուրսից, ասում էր, որ այն թվերին լավ վիրաբույժը պիտի բոքսեր լինի, որտեվ հիշում եք այն, եթե հիվանդ այդ բան պատահեր, գալիս են ինչ-որ տարբեր բարեկամներ խմած, կռիվ, ապակիներ կոտրել եւ այլն, ասում որ պատասխան տակ։ Բացի այդ նաեւ անգլերենի դասատու էր բարձած, ֆրանսերենի դասատու։ Պատկերացնում եք ինչ էր արել Թամազյանը եւ կոմպյուտերնի գրամատա են մեզ սովորեցնում, հիմա որ այս գալիս են կոմպյուտերշիկները շուտ բաներ են ասում ընկերներ իմ
կոմպյուտերային գիտելիքները գնում այն ժամանակներ, երբ որ պենսիում էլ չկար։ 286 էր կոմպյուտերը, մշկա էլ չուներ։ Այն կապույտ էկրանին Norton ծրագրի վրա սովորելով, այսինքն սովորացվել են։ Նաև սովորացնում էին անեստեզիոլոգիա, հիմա մեր անեստեզիոլոգներն վիրահատությունից առաջ հանակով ասում եմ ֆենտանիլ դրոպիրիդոլ արել եք, որ ես սկսեմ, դուրս է դա, հիմա դա դարձել է ոնց մեր բանը, օրտանքը, նորմալ սկսելու։ Եվ իհարկե վիրաբուժություն, ինչի եմ այդ պատմում։ Եվ այդ ձեր ասած շատ խելոք ուսանողի խելքով, ասի լավ, եթե կարդիոխիրուրգիա պիտի գնանք, սկսենք գրուդնոյ խիրուրգիայից, որ կրծքավանդակը բացելու եւ մեջի լավ օրիենտացիա լինեմ, հետո արդեն մեջի սիրտով կզբաղվեմ եւ ինձ տեղավորեցին թոքային վիրաբուժության բաժանմունք։ Հանրահայտ եւ լեգենդար Էդուարդ Թադևոսիչ Կարապետյան, որը ֆանտաստիկ թոքային վիրաբույժ էր եւ իր թվերի համար վիրատող եւ տուբերկուլոզներ եւ թոքիորուսներ եւ այլն։ Ես ֆելչեր էին ընդունել այդ 4 կուրսից հետո հերթապահ սկսեցին թողել մենակ այդ Իվաններին գիշերը այդ տարբեր ռեանիմացիաներ եւ այլն այդ թոքերից պրոբլեմատիկ եւ ընդունվել էի թոքային վիրաբուժության կլինարդինատուրա, քանի որ հասկացա, արդեն որ ճանապարհի եկա։ Այսինքն գրուդնոխիրուրգիա ես ընդունվել։ Եվ ինստիտուտ ավարտելուց օգոստոս ամիսն էր, սեպտեմբերից գնայի թոքային Կարապետյանի մոտ նույն բաժնում արդեն որպես կլինարդինատոր եւ մեր տուն եկա, papan ասեց, գիտես, Քավորիդ մոտ Բենիկ Նիկոլաիչը իմ Քավորն է, Հարությունյան։ Քարի պրիստուպ եղել, ոչնի կոլիկա եւ տարել են այդ ուրոլոգիայի կենտրոնը առաջի վանդանցի կողքը, արի գնանք տեսության։ Գնացիք տեսության, այդ ամառներ են Իմիգվա Բեգլարյան կենտրոնի եւ իրենց արակ սադիկ կար եւ փոքրիկ կաֆե էր այն ժամանակ։ Ընդ նստած ենք, ինքն էլ դուրս եկավ, արդեն լավ էր։ Օրմացիկ, չէ, Արտյոմ Բաղդասարյանը, որ այդ լիտոտրիպսիայի առաջի ուրոլոգն է եղել այդ կենտրոնի տնօրեն, կաթեդր էր դրել, ստենդ, փոքր քարեր եւ ուրատային քար եւ 1-2 օրվա մեջ այդ եկել թափվել էր, լրիվ կազդուրվել էր։ Իր կինն էլ Տեկին Այդան գինեկոլոգ էր։ Խոսացինք ոնց եք լավ եք, հետո ասեց Արտուր ջան, ավարտել ես, ինչ ես անում։ Ինչ ես անելու, ասի ընդունվել եմ կլինարդինատուրա թոքային վիրաբուժության։ Ոնց ասում եմ։ Ինչի ես թոքային ընդունվել, ինչի դա պետք դա է ծանր մասնագիտությունը, այդ երկար քրոնիկ բրոնխիալ սվիշերով Իվաններին բան ասում եմ, չէ, բայց աշխատել եմ լավ է բանի։ Մեծ ծավալուն, մեծ իսկական են վիրաբուժության բան էլի, կրծքավանդակ բացել եւ այլն աշխատող սիրտ եմ վաղ, որտեվ վիրավորում էին բերում, կրակած, դանակով խփած այդ սախ թոքայիններ անում, որտեվ ինքը թոքով էր անցած, նույնիսկ սրտի վիրավորումները, քանի անգամ սիրտ կարել է եղել գիշերը եւ այլն, պրոֆեսոր Կարապետյանն էլ ուղղակի ֆանտաստիկ կյանքեր էր բրգվում։ Բայց ես այդպես Քավորիդ պրիստուպը մի քանի ժամվա մեջ հարցը լուծվեց եւ այլն։ Ես էլ ասում եմ Մոսկվայում այդ կլինարդինատուրայի այդ ուրոգրաֆիաները, ուրոլոգներ հետ էինք, այդ պլաստիկաներին անում սիրում, իզացորան, ավազանը, ինչ ես անում, գնա փոխի բան։ Ես էլ որ Միքայելյան աշխատում էի, Իվան Գերասիչ Աղաջանյանը իմ ուսուցիչը ուրոլոգիայի բաժին ուներ, որ այդ ամերիկյան ոչ էր սարքած, ռեզիդենտուրա, գրադարանով, այդ շարժուձև եւ այլն, միշտ նայում ասում ես ինչ առաջադեմ տեղ է, էլի։ Ստանդարտ սովետական վիրաբուժական բաժինները եւ սա կտրուկ եվրոպական, ամերիկյան ոչ ու շարժուձև, ոնց որ այդ խոսակցությունը բանը ինձ sense կոտրեց բանը մեջս, որտեվ երբ որ չտեսնելով ուսանող ժամանակ եկել ես թոքայինում աշխատում ես մի բան, բայց երբ որ հիվանդանոցի մեջ 2 տարի տեսնում եմ շարժուձև պրոգրեսիվ քայլերը որտեղ էր, արդեն տեսել էի, գնացի, ասի գներեք Էդուարդ Թադևոսիչ, թղթերս պիտի անեմ, տանեմ, ուրոլոգիա, ուրոլոգիա, քանի որ այդ Մխիթար Հերացու անվանական թոշակառու է, նույնիսկ եթե տեղ չլիներ, իմ համար կբացվեր տեղը, որտեվ միակ բաներն էր, որ հաստատ կբացվեր։
տխրեց Էդուարդ Թադևոսևիչը շատ, տխրեց եւ ասես դե քո որոշումն է, Իվան Գերաշինն էլ շնորհակալ եմ, ուրախությամբ ընդունեց, որևէ հարց չկար։ Եվ հետո որ անցավ մոտ 1 ամիս, զանգեց Կարապետյանը, կարող ես հանդիպես մեր բաժին, արդեն այս ուրալոգիայի մի հարկ տարբերությամբ հեռու էր, մոտեցա ասում գիտես բաժնով հոտված էինք տպում, այս Վեսնիկ Խիրուրգի Արմենի ժուրնալ կար, այս Սաչետը Խինակոկ լёгких и других органов, նաև պոչկայի մեջ, այդ հոտված այդպես էր անվանվում, որտեվ թոքային Խինակոկը են շատ վիրատում, եւ նախնական մասը ասում դու էր աբզորը պես հավաքեր, ի նշան քո այս 2 տարին որ ստեղ աշխատել ես, քո անունը գրած ավտորների մեջ կտվի եւ իմ առաջի գիտական բանը թոքայինով Սաչետը Խինակոկ լёгких и других органов։ Так что ձեր թեորիան, որը լավ սովորողներ ուզում են կարդիո բան, այդպես է եղել։ Չէ, թեորիան աշխատող որտեվ ինձ էլ ասում են սրտաբան, բայց Համայնք Սոսովիչն է քննությունը վերցնում, ասած դու կարող կարդիոլոգիա ես գալու արդյունատուրան, բայց իմ մեջ էլ ձեր կոլեգան եւ ձեր դեզնից մի քիչ մեծ հասակ եք, Երվանդ Սերգեյիչը փոխեց, իմ ուրոլոգիայի դասախոսներ Ավակյանում մտանք ու ես իր մոտ զգացի, ինչ որ դուք նույնը ասում եք, Իվան Գերասիմովիչի մոտ ստիլ կար, ինչ-որ լայֆսթայլ էր։ Գիտեք, այդ բաժինը որ ասում եմ մենք բացեցինք 2005 թվին, մոտավորապես 6-7 ամիս հետո Երվանդ Սերգեյիչը եկավ միացավ մեզ, այսինքն ինքը մինչև 11 թիվը մեր հետ աշխատել, մեր մոտ գիտական գծով փոխտնօրեն էր, բայց մեր բաժնի մեջ էր եւ միգուցե մեր ստիլն էր տարել դե։ Կարող է, որտեվ հենց այդ բանջնոց ստիլը որ դու տեսա, հետո որ գնում ենք օրինակ կոնգրեսների, միշտ օրինակ եղել է, ես Կրասնոդարի ամենամեծ կլինիկայում եմ անցել, կլին արդյունատուրան, այնտեղ կար մեծ ցենտր գրուդնոյ խիրուրգի։ Ու այնտեղ շուշուտ կոնֆերանսներ էին լինում, մեծ 3-400 հոգանոց դահլիճ կար, դուք եղել եք այսինքն այնտեղ, եթե չեմ սխալվում։ Մեծ դահլիճ կար, այնտեղ անդադ կոնֆերանսներ ու երբ որ նայում եմ, ասենք սրտաբաններն են կոնֆերանս, նեֆրոլոգները, նույն թոքային խիրուրգները, ինչ որ երևում է որ բժիշկներ են, էլի որ կոնֆերանսի։ Հենց մենք էինք հավաքվում, ոչ մեկ չկար, ասենք հիվանդանոցային հագուստով, սա սմոքինգով կոստյումով։ Մարտը 6-րդ հարգից իշտում է կոնֆերանս, սմոքինգ է փոխվում հագնում։ Ինչ որ մեքենաներ են դուրս գալիս, վոլետ պարքինգ էինք վարձում, որովհետև բժիշկը պիտի գար մեքենայի բանալին տար տանային պարքինգում կանգնացնեին։ Ու այդ որ տենում ես ասում ես հայելի ուրոլոգիան ոնց է ուրոլոգիան պլաստիկ խիրուրգիան ոնց է լայֆսթայլ լինի կյանքի ու Իվան Գերասիմովիչի հետքն եկա որտեվ ով ուրոլոգներից մեր մոտ եղել է բոլորը պատմում էին ինչ որ հետաքրքիր պատմություններ ու Երվանդ Սերգեյիչը պատմում էր որ ինքը տեխնատուականը պաշտպանող իրան ասել է գնաց տեղից կոստյում կանես այդ ամենակարևորը որ պետքա ունենալ բայց ինչու՞ է կայանում հարցը որ ուրոլոգները տարբերվում են այսինքն թող բոլորը հիմա կնային կնեղանան, մի նեղացեք էլի դե տենց է։ Բոլորը կնային կնեղանան, բայց ուրոլոգները իրոք տարբերվում են իրանց շարժուձևով, փոփոխություններ սիրելով։ Մենք առաջինն ենք գրեթե ռոբոտիկ խիրուրգիան։ Վերցնում ենք ու սկսում ենք կիրառել։ Ինչ որ մեկը հնարում է, ինչ որ ասենք ընդհանուր պրակտոլոգիայի համար են հնարում ռոբոտիկ խիրուրգիան, բայց ուրոլոգիան հո մենք կարանք կիրառենք։ Էնդոսկոպիան հնարում են ինչ որ թորակոսկոպիայի, բրոնխոսկոպիայի եւ այլն։ Մենք ցիստոսկոպիա, ռետրոսկոպիա դու հասկանում ես, որ արդեն շտորցը, որ սկսում էր արտադրել բրոնխոսկոպ, իր մեծ մասը սկսում է արտադրել արդեն ուրոլոգների համար։ Նորարարությունները ինչ մենք առաջինն ենք ներդնում։ Մասնագիտությունը այդպես ակտիվ ներդնող է եւ ռոբոտից խոսացի, գիտեք այդ ինտուիտիվ կամպանիան, որը առաջի ռոբոտը ստեղծեց, Da Vinci ռոբոտը, հիմա իհարկե տարբեր չինական պրոտոտիպներ կան եւ այլն, ոչ անցյալ տարվա Մադրիդում դուք էլ կայք ժողովին, վերջի սեկցիան հատուկ ասում եմ, այն ամենաերիտասարդների պես վերջում ես եմ նստում այն ամենավերջի փակմանը ինձ հետաքրքիր էր, որովհետև տարբեր երկրների արդեն լիցենզիոն պատենտը որ բրծել է, սկսել են արտադրել ռոբոտներ։ Բայց վերջում մի հայտնի պրոֆեսոր կար, որ լավ ասեց Ժողովուրդ ջան, դուք չնկատեցիք, որ մոտավորապես 10 տարբեր երկրի այնտեղ 3 հատ չինական, ճապոնական, անգլիական, հնդկական ռոբոտներից խոսացիք, բայց բոլորը համեմատեցիք Da Vinci-ից, ամեն մեկի այս մի բանը պակասը Da Vinci-ից էս չի հասնում եւ այլն։
Ինչևէ, այդ երբ որ առաջի անգամ Da Vinci-ն ստեղծվեց, ինքը այնքան թանկ էր ու կիրառումը պրոբլեմատիկ, որ չկարողացան մտնել մարքեթինգի մեջ եւ փաստաթղթերը արդեն պատրաստվում էր գնալ բանկրոտի։ Իսկ կամպանիան այդքան ծախսը բանկրոտի պիտի գնար եւ երբ որ այդ ռոբոտը տվեցին ուրոլոգներին իրենց փորձարկման մեջն էր դերևս, ուրոլոգները ակտիվ արձագանքեցին պրոստատեկտոմիայի հարցում եւ պարզվեց, որ ինքը այո, ամենալավագույն իր կիրառումը ռադիկալ պրոստատեկտոմիայում շատ հնարավորություններ եւ էֆեկտիվ է եւ միայն այդ քայլից հետո ռոբոտը բանկրոտի չգնաց, սկսեցին կիրառել, պարզը որ հիմա ռոբոտով խոլեստեկտոմիա անել այո, հնարավոր է եւ հաճելի է, բայց ծախսերը պիտի հաշվարկվի, որտեղ լապարասկոպիկ խոլեստեկտոմիան շատ ավելի արագ մաչելի հնարավոր անել, ոչ պակաս ռոբոտով։ Ես չեմ ուզում ասել, որ չկիրառվի, բայց հաշվարկված է ինքը ոչ այդ գործողությունները ավելի բարդ եւ ծանր, որտեղ քո ձեռքի շարժումը ավել տեղեր պիտի մտնի կամ հայացքը ավելի կողքի եւ շնորհիվ ուրոլոգների Da Vinci-ն դարձավ համաշխարհային տրենդ, չինական ռոբոտներ ստեղծեցին, հիմա իդեպ շուտով ինչքան հասկացա 4 կենտրոն արդեն լուրջ հայտ տվել է, որ այդ չինական ռոբոտներ ձեռք բերեն, իհարկե ես չեմ պատկերացնում մեր այս բնակչության մեջ այդ 4 ռոբոտը ինչքանով պիտի ռենտաբելն աշխատեն, որտեվ ինչի բուն օրիգինալ Da Vinci-ն չեն վաճառում Հայաստանին։ Ռենտաբել չէ։ Այո, մարդիկ զարմանում են, թե ոնց դուք կարող եք տալ 2-3 միլիոն դոլար պատրաստ եք տակ Da Vinci առնեք, բայց ֆիրման չի վաճառում։ Որտեվ իրենց պետք է որ առողջապահական մեխանիզմը լինի, որ այդ տեսակ վիրահատությունները, որ ռոբոտը պիտի արվի Կոնվեյերի նման աշխատեն։ Կոպիտ ասած, պետպատվերով ինչ որ հատուցման լինի եւ այդ Da Vinci-ն եթե տարին 250 վիրահատություն չեք անում լիածավալ իրեն առնել տեղադրել ռենտաբել չի, որտեղ մեջը սերվիս ծախս կա, գործիքների ծախս կա եւ այլն, իհարկե այդ չինական բաներով մի քիչ ավելի մեղմացել է, բայց շատ չի գինը 1 միլիոնից ավել է իր գինը։ Կրասնոդարում Մեդվեդևի մոտ ինքը դրած է ռոբոտը, ես պոլիկլինիկայում էի աշխատում։ Ես հիշում եմ կարդիո ցենտրում էր դրած։ Մի հատ կարդիոցենտրում, մի հատ հիվանդանոցում։ Ես որ այնտեղ էի մի հատ կար կարդիո ցենտրում էր եւ իրենք բոլորը գնում այնտեղ էին վիրատում այդ մեկը։ Հիմա 3 հատ կար հիվանդանոցում, մի 2 հատը հիվանդանոցում էր ու մենք ներդրեցինք PSA սկրինինգի ծրագիր, մենք սկսեցինք 45-ից մինչև 70 տարեկան աճ ու ձեռ PSA-ինք ստուգում, մարդը գալիս էր ասում էր ատամս ցավում է PSA-ինք ստուգում, այդ շնորհիվ բայց դա ճիշտ չէ, որտեղ գիտեք PSA պատմությունն էլ երբ որ 90-ականներին բումի պես մտավ եւ Ամերիկայում սկսեցին սկրինինգ անել, իդ PSA-ը բոլոր այդ ձեր նշած տարիքային շեմում սկսեցին հայտնաբերել պրոստատի ռակեր եւ իրենց վիրատել եւ հետո 5-10 տարի հետո տեսան որ ինքը հակառակ էֆեկտ եղավ այդ սկրինինգի շնորհիվ բազմաթիվ կոչվում է կլինիկի նիզначимый ռակ հայտնաբերվեց, որ ասկն ռակեր կար, որը պետք էլ չէր բուժել այդ մարդիկ, բայց իրենց տարան վիրատեցին, կյանքի որակի հետ կապված խնդիրներ եղավ, եւ դրա համար հիմա այդ հարցը հետ է եկել, այսինքն այո, բուն նպաստելու այդ ռոբոտիկ վիրաբուժությունն այդպես ծրագրեր պիտի արվի, ինքը հենց դրա համար էր ներդրած, առանց դրա չի լինի, ինձ թվում է ես ողջունում եմ այդ քայլերը, որտեվ ես միշտ պիտի լինի եւ ափսոս որ օրիգինալի բուն չի բերվում այստեղ, որտեվ ես միգուցե նորը Facebook-ում լսում եմ որ պերֆեկցիոնիստները միշտ չի որ լավ բան է, որտեվ պիտի ինչ որ կիսատ բան անես, հետո սովորես, բայց դու միշտ ուզում ես լավ անես, բայց լավը այո Da Vinci-ն ամենա Հեք Արտուր Մկրտիչովիչ, իսկականն է։ Ձեր կլինիկայի տեխնիկայից երևում է, ձերը մենակ շտորցա, ձերը մենակ ձեր լազերը Կվանտայա, այսինքն տոպերն է։ Olympus-ը, այսինքն ինչի Maybach-ը կա ձեր մոտ է, էլի, ես դուք օրինակ բերեմ, կարար լիներ Կվանտայի փոխարեն չինական որևէ լազեր, բայց Կվանտան այդ Maybach-ն է լազերների ու
Ես հիշում եմ, բայց ինձ թվում է մեր հիվանդները արժանի են, չէ, միանշանակ, այդ բուժօգնությունը ստանան։ միանշանակ։ Ու մեջը իհարկե կոմպոնենտը միշտ որ ասում են, այս սարքը ռոբոտը չի վիրատողը։ Ռոբոտը ընդհանրապես գործիքն է, որ շարժումները եւ հնարավորություններն ավելացնում։ Մարդիկ են կարևորը։ Մեդվեդևը լավ խոսք ուներ, հարցրեցի մի անգամ, որ նայվնի հարցեր ես տալիս քո ուսուցչին, իմ ուսուցիչն է Վլադիմիր Լեոնդիչն, հարցրեցի Վլադիմիր Լեոնդիչ, ինչքան ժամանակում սովորեցիք ռոբոտը վիրահատել, ասաց դե 5 օր, ասում եմ, այսինքն 5 օր դու մտածում ես, դե մի տարի տանջվում ռոբոտը վիրահատել սովորում, ասաց դե 20 տարի բաց վիրահատում էի, ինձ 5 օր պետք է կա, որ ես ուղակի սովորեմ ռոբոտը։ Հանրայդ լապարասկոպիկ վիրահատություններ անողը։ Հենց այդ եմ ասում, ու ես հասկացա, որ չէ, մեկը ճանապարհը պետք է անցնես։ Բայց ինքը իրեն իր ուսուցիչը գիտեք ով է ռոբոտիկի։ Ինքը միշտ որ ասում։ Մեր սիրելի հայրենակից Մոսեան Մկրտիչ Սիմոնյանը, որը ոչ միայն Ռուսաստանի մեծ մասի ռոբոտիկ եւ իր պրոստատեկտոմիան եւ նյուանսներ ունի, որ պրակտիկորեն ամիզապահության բանը շատ քիչ է, որ իդեպ ամսի 3 առաջ օրը 55-ամյակներ։ Իր շնորհավորում ենք, հա։ Ինքը ես հիշում եմ ինքը նաև կգայաստան, մենք ընկերներով իրենք շնորհավորենք։ Ես կուզեմ նույնիսկ եթե Մեդվեդևը իր այդ զրուցել, մենք մեծ սիրով կզրուցեմ, որովհետև Ռուսաստանում սովորելով ես հասկացել եմ մի բան, մեր հայր ուրոլոգիայում այնտեղ շատ տոպ են, պարոն Մոսյանը, Կամալովը, Գևորգը Կասյան Գևորգը, Մալխասյանը բոլորը տոպ են ու ռոբոտիկ քիրուրգիայի առումով Մոսյանը այնտեղ համարվում է այտենց ոչ թե միայն այդպես չասեմ, գիտեք, ես իմ ասեմ Դա Վինչիից ու ինտուիտիվից ամենից մինչև վերջերս չգիտեմ, ես 1-2 տարում բան փոխվել է, թե չէ, ես իրավիճակներից ուրոլոգիայի մենտոր Դա Վինչիով սովորացնող օֆիցիալ սերտիֆիկատ ունեին Մոսոյանը եւ Պուշկարը։ Իդեպ Պուշկարն էլ կեսով չափ է, մայրը հայ է։ Լուրջ։ Ես առաջ մի հաղորդման բան լեն որ պատմեմ ինչ պատմություններ կան, причем մեր եկեղեցու հետ ինչ պատմություն կա իր մամայի։ Պուշկարի, այո։ Պուշկարը եթե ինչ Ռուսաստանի գլխավոր ուրոլոգն է, ակադեմիկ, այո, ամենահայտնի ուրոլոգը։ Ֆանտաստիկ մարդ է, բայց ինքը, գիտեք ինչն է իր ամենաշատը սիրում, որ ինքը գալիս էր Կրասնոդար կամ իրան ինչ-որ կոնգրեսներին հանդիպում աշխարհի ամենաթեթև մարդկանցից մեկն է, որ կարող է բարևես, բարև ձեզ, բանց ջերմ, հա, ասենց ու տենց թեթևությունը կամ էդի տենց է թվում, կամ այդ թեթևությունը իրոք կա։ Ու էդի մարդու մեծությունից է։ Միանշանակ։ Հասարակ մարդ չի։ Ձեր հետ էլ է հեշտ չփել, Արտուր Մկրտիչովիչ, ձեր հետ էլ է շատ հեշտ չփել։ Մենք դեռ երկար կարանք խոսանք։ Ես ուզում եմ այս հաղորդումը sense մենք ունենանք որպես ոնց ասեմ, էտալոն, որ մենք մի օր հավաքվենք ու արդեն երիկամաքարային ժամանակակից ասեմ, ուղեցույց կա լինել որոշ երիտասարդների համար, թե ինչպես կարելի ուրոլոգիայի մեջ եւ ինչ է ասնել։ Դե դուք ֆանտաստիկ ճանապարհ եք անցել։ Այդ ճանապարհին շատ մարդիկ կան, որ նմանատիպ առաջարկներ օրվա մեջ կամ ամսվա մեջ կամ կյանքում մի անգամ ստանում են ստեղծելու նորարարական կլինիկա ստեղծելու այսօր Իզմիրյան բժշկական կենտրոնում դուք 20 բժիշկ աշխատել մի բաժնում 20-ն էլ մեծ մասը ձեր աշակերտները 20-ն էլ օրական մարդ բուժեն Քոչարյան Արտուրին երբ որ ասում եմ արդ sense հարց կա sense ապեր 3 շաբաթից կարան գանք ասում եմ այսինքն Հայաստանում կլինիկա կա որտեղ վիրահատությունների հերթ կա դա կարող է հիվանդների դուրը չգա բայց դա խոսում եմ մի բանի մասին որտեղ կլինիկա կա որտեղ մարդիկ ինտուիտիվ գիտեն որ դե օրինակ ես ինտուիտիվ գիտեմ որ երբ որ քարի հարց է բացվում քարափշրման հարց է բացվում ասում եմ դե գնացեք Իզմիրլյան արդեն մարդուն ասում եմ ուղիղ այդ քարափշրման կստացի կներեք ընդհատեցի ինքը ոչ միայն նրան որ քարափշում ենք անում ներկա պահին մեր բաժանմունքում աշխատում է 2 ակտիվ լիտատրիպտեր մեկ են 2005 թվականի առած մոդուլի TSLK կոչվածը որին մենք անվանում ենք C-class Mercedes եւ մեկ որ անցյալ տարի տեսակ SLX-ը մեծ այդ ամենաժամանակակից որ նույնիսկ էլեմենտներ կա սամանավիդենիայի քարի վրա որը S-class ենք եւ մեկ վիդեո է արել այս Դերցակյանը Ամերիկայից մեր Կարո Դերցակյանը իդեպ մեծ ներդրում ունի մեր բաժանմունքի ստեղծման մեջ, ասեմ ձեզ, քանի որ 2005 թվին ինքը միշտ գայս էր Միքայելյան որպես համալսարանական կլինիկա, երբ որ պրիվատիզացիա արեցին, մեջը բան փոխվեց, որ չէին ուզում private բաներին իրենք
օգնեն, հա։ Երբ որ տեսավ մեր այս երիտասարդ ուրոլոգների էնտուզիաստիկ խումբը, որ եկանք դատարկ տեղ ստեղծեցինք, 2005 թվին ինքը որ եկավ, եւս մի առաջադեմ մեթոդ գլիտոտրիպտերից սկսեցինք, բայց ինքը ասեց, ես կարող իմ օֆիսի սոնոգրաֆը բերեմ տրանսրեկտալ դաչիկով, որ պրոստատի բիոպսիա անենք, որտեղ մինչև այդ ուրոլոգներով մենք անում ենք մատով այնքան բիոպսիա ենք արել, արդեն նույնիսկ մեր գոլեգաները կար, ասում են իմ մատը դաչիկա եւ այլն, այսպես, եւ ինքը բերեց այդ սոնոգրաֆը 2005 թվից մենք նորից Իզմիլյանում ներդրեցինք առաջի անգամ միգուցե պրոստա որ հետ էր մնացել, բայց Հայաստանում տրանսրեկտալ կոնտրոլով ստանդարտ սեքստանտ պրոստատի այն ժամանակվա 6 կտորանոց, չէ, 3 էր եղա ստանդարտը։ 6 կտո, հիմա 6 ենք վերցնում։ 3 այդ ստանդարտ սեքստանտ բիոպսիան սկսել ենք այդտեղ եւ դերցակյանից է սկսվել։ Հետո տեսա որ այն կարծր պինդ քարերը լիտատրիպտերով ինչպես ենք տանջվում փշրելուն եւ այն URS-ը որ ունեինք, պնևմատիկ էր մեր լիտատրիպ, կոնտակտի լիտատրիպսիան, մեր հայկական քարերը լավ չէր կոտրվում։ 10 թվից ինքն առաջի այդպես վերջի կոնգրեսին ներկա եք այդ լազերի պատմությունը, որ ես ասի։ Վրաստանում եմ ես լսել այդ պատմությունը լազերի, հա։ Տեսակ, չնայած հետաքրքիր ինչ այն լեգենդար նկարը, որ 1990 թվին հայ ինժեներներ ունեն այստեղ լազեր, որը հետո ցավոք չշարունակվեց, որ իր հովացման մեխանիզմն էլ բանի կրանի ջրից միացրած այն սամագոնի ապարատի հովացման մեխանիզմով էր։ Այդ հոլմիական առաջի լազերը թույլ, որով վիրացություններ են կանում, որ մինչև հիմա այն 150 վատանոց լազերով է դադում, բացի նուկլեացիայից անում ենք դա, այսինքն Դերցակյանի դերը շատ մեծ էր, ոչ միայն մեր Իզմիլյան, այլ հայկական ուրոլոգիայի զարգացման եւ միշտ ես ասում եմ, վառ օրինակն է, թե ինչպես մեկ մարդ, մեկ երկրի բժշկությունը այս դեպքում ուրոլոգիան քայլ առ քայլ հանեց միջազգային ստանդարտի։ Իսկ մի հոգի ու զուտ հայրենիքի հանդեպ սիրո նվիրվածության հաշվով շատ մեր սպյուրքայր պրոֆեսիոնալներ են եկել գնացել, մարդ կա ինչ որ իրենցից կարող խեղճ մարդ են եղել, տեղացիք մի բան խնդրել են, ինքը ասել, վայ գնում ես Հայաստան, քեզանից բան են ուզում եւ այլն, նեղացել գնացել են, բայց Կարո Դերցակյան ասում էր, դու կարող եք մարդկանցից նեղանալ, բայց ոչ երկրից, ոչ հայրենիքից։ Դրա համար ինքը 1987 թվից միշտ տարին մեկ գնացել եկել է եւ անձամբ ես մի ամիս առաջ նկատեցի, որ իմ ծանոթությունը Դերցակյանի հետ 26 թվին կլինի 30 տարի, ինչ ես իրեն ճանաչում եմ եւ ասի մյուս գալուն օրեկակ նշելու ենք անպայման։ Ձեր նույն 21-ի միջոցառմանը կար պարոն Դերցակյանը, մենք հատուկ օրերը այնպես են կարել, որ ինքը ներկալներ, տեսակ մեր բաժնի համար մենք իրեն անունից ողջունեցինք, որտեվ ինքն էլ մեր կողքին կանգնել է, որտեվ փորձառու եկել առաջի այդ լազերով աշխատել, քար կոտրելն է լազերով սովորացրել 2 տարի առաջ, էլի առաջինը միգուցե հիմա նույնիսկ մինչև մա չկա, տուլիական լազերը, որը ունենք 2 ապարատ նույնիսկ, այդ պրոստատի վապորիզացիա բանի տուլիվը լազերով ինքն է եկել սովորացրել եւ մյուս բոլոր ժամանակակից քայլերը։ Այնպես որ պատմությունը, այո, երևի մեմուարներ կգրենք վերջը։ Մի հատ գիրք պետք է, որովհետեւ sense մի հատ հետաքրքիր միտք այսօր լսեցի բուժառուներից մեկի, ով որ ինտերնետում ակտիվ է, ասեց գրել էր մի հատ կոմենտ էր գրել էր ով Հայաստանում ուրոլոգներն ուրիշ են, ու էդի գալիս է նաև բոլոր այն մարդկանցից, ովքեր մասնագիտություն ներդրել են, որովհետև Ռուբեն Օգանշիչն էր ստեղ ու ձեր Ամերիկայի այցերից որ խոսում ենք, ասում եմ, մենք որ հիմա գնում ենք Եվրոպա, ի շնորհիվ ձեզ նաև, մենք չենք զարմանում։ Այսինքն դժվար մենք կարող է, հա, ինչ լավ է, այս լազերի մի ավելի լավ է 150 վատն է ու 180 վատը կա, բայց չենք ասում, օ լազեր, ասենք sense։ Մենք չենք զարմանում, ինձ թվում է, բայց դեր զարմանքը շատ մեծ է։ Բայց այն որ ասիկ ուրոլոգներ ուրիշ են, նաև ուզում ասել, որ այո ուրիշ են այնքանով, որ մեր ասոցիացիան, որ Իվան Գերասիչը ստեղծեց, Ռուբեն Օգանշյանն ասեցիք, որ
ներկայացնած այս տարի արդեն վերջի օրերն են հաջորդ ընտրությունն ալնելու եւ նաև բուն ասոցիացիայի այդ միակ յուրահատուկ եւ այլն դերը կարող ասել Արմեն Աբգարչի Մուրադյան, ռեկտորի բժշկական ինստիտուտի, որը նաև բացի ուրոլոգ լինելով նաև մեր ինստիտուտի Իզմիրլյանը Սուրբ Ներսեսից Իզմիրլյանի փոփոխման մեջ այն վերանորոգման, որ հիմա ժամանակակից տեսք ունի, ինքն էր տնօրենը այդ ժամանակի, այսինքն ռեկոնստրուկցիայի եւ իր շնորհիվ որ ասոցիացիայում մենք ջենտլմենական համաձայնություն բերեցինք, որ նախագահները չեն կարող ինչպես որոշ ասոցիացիաներից մնան, որ մենք 2 տարի մեկ նոր նախագահ կընտրենք եւ 2 անգամից ավել մի մարդը չմնա, որտեղ Իվան Գերաշչից նա հիմնադիր էր մոտ 10 տարի ինքն էր նախագահան, հետո Արմեն Աբգարիչը եղավ 2 անգամ 2 հետո դուք 4 տարի, հետո ես, հետո փոխանցվեց Ֆանարջյան Սերգեյն Ռուբենին, հիմա կընտրենք նոր մեր ամբիոնից եւ բազաներից տեխնազոն Արման Նացատուրյան, որպես երիտասարդ իր ակտիվությունը Եվրոպական ասոցիացիայի հետ ուզում ենք, որ այդ ծրագրերը եւ հնարավորությունները ավելի ներգրավենք մեջը։ Եվ ինչ եմ ասում, Մուրադյանի Արմեն Աբգարչի շնորհիվ նաև մենք ունենք համախմբված ձեռքբերում եւ գիտեք տարբեր մասնակցություններ ունեն մի քանի մասնակցություններ կա տասնյակ ասոցիացիաներ, բայց ուրոլոգները այո միհակն են եւ Իվան Գերաշի վաղտվանից դերևս երկրորդ կարծիքի ինստիտուտը մենք մեր մեջ այո համաձայնեցրել ենք եւ մեկ հիվանդներով գայս ասում են ուրիշ ուրոլոգի մոտից ենք կարող իմանան վատ զգան, ասում եմ հանգիստ եղեք։ Մենք ինքներս ենք ուղարկում երկրորդ կարծիքի եւ որևէ մի ուրոլոգ մյուսի նայածի վրա չի ասում որ ինչ է նայել, ինչ է կարծիք ասել, որովհետեւ մենք այդ մասին շատ շուտ ենք 25 տարի առաջ ենք պայմանավորվել։ Մենակ դա չէ, հիմա ես ուրիշ բանում եմ վստահ, որ հիվանդ իմ սենյակից գնաց, եկավ Իզմիրլյան բժշկական կենտրոն գնաց, Աստղի գնաց, առաջին հիվանդանոց 98% դեպքերում ինքը լսելու է նույն բանը։ Այո։ Նույն բուժման տակտիկա, նույն բուժման սխեման։ Հիվանդները մեկ-մեկ գալիս են ինձ մոտ հիմնականում տարիքով բժիշկներից ինձ ինտերնետում ակտիվ տեսնում են MRT-ի կամ PSA-ի նկար են ցուցանիշ են բերում, ասում եմ դե բիոպսիա, հա դուք եք ասում բիոպսիա, ասում եմ մենք մտածեցինք դուք ինչ որ ես ինչ իրավունք։ Դա միշտ այդ բիոպսիայի ու նեֆրոստոմա կամ ստեն դնելուց փախնում են միտեղից միտեղ, այդ միտքը դուր չի գալիս։ Մենք դες ասում են չլինի առանց դրա, շրեք ասում եմ չէ Դա որ ասելը նա էլ է պրոֆեսիոնալ, որ ձեզ պետքա այս մեթոդով Մենք ոնց որ այտենց ոչ թե չգրված օրենքներ, այլ այնքան համահունչ է մեր ամեն ինչը դարել, որ մեկս մյուսից սովորում ենք, օրինակ չենք զլանում, զանգում, հարցնում ենք, մենք ունենք ավակ ընկերներ, որ դժվար պահերին մեկ-մեկ վերցնում հեռախոսազանգում են կամ խնդրում ենք մոտենում են ու այդ ուրոլոգիայում շատ արտահայտված է որ նույն մոտեցումներն ունեն գրեթե որ ասում են նույն դպրոցից ենք դուրս եկել թեկուզ մարդիկ ուրիշ երկրներում են սովորել ուրիշ երկրում են աշխատում ենք եվրոպական ամերիկյան ինչ ոչ ռուսական գիտության ժառանգորդներն ենք ու այդ ամիջը բարեբախտաբար մեր ամիջական ուսուցիչներից այդ մեսեջը ստացել ենք Եվ եթե մինչև այդ իրենց երիտասարդության ժամանակ ուրիշ ձև են եղել բաները, բայց իրենք ասել են որ ճիշտը սա է։ Եվ միշտ ես ասում եմ կարող Իվան Գերաշը իմ ձեռքը չի բռնել, ասել այս կտրվածքը այսպես սովորացրու կամ շատ անգամ, բայց ես այնքանով շնորհակալ եմ իրեն որպես ուսուցիչ, որ ինքը ասել է ու ճիշտ ուղղությունը այս կողմն է, այն կողմ պիտի գնանք, սա է ճիշտը Դա ինձ այդքանն էլ էր հերիք։ Ֆանտաստիկ էր Արտուր Մկրտիչևիչ, ինձ արդեն հուշում եմ, որ Զագրուգլայսը, թե չէ ես այսօր 4 ոդկաստնը ձեր հետ կնկարեի։ Մենք էլի խոսանք, միշտ անգամ ես մի հատ եմ ուզում ձեզ հրավիրեմ, մի երիկամ կամ մենք կգանք ձեր մոտ, խոսենք երիկամաքարային հիվանդությունից, անպայման։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ձեր հրավեր ընդունելը մեր համար շատ մեծ նշանակություն ունի մեր փոքր թիմի, որ այս ամեն ինչը նկարում ենք, անում ենք, մոնտաժում ենք, տեղադրում ենք, մեր նպատակը միակն է, որ մեր առողջապահական հանրայնացումը, մեր բժիշկների հանրայնացումը ինքը կատարվի, որովհետև մենք ապրում ենք ֆանտաստիկ մի երկրում, որտեղ կան բժիշկներ, որոնք իրանց
աշխատանքային փորձով ու մոտեցումներով չեն տարբերվում Ջոն Հոփքինսի, Մեյոյի եւ մնացած բոլոր կլինիկաներում աշխատող բժիշկներից։ Դե այդպես չեմ ուզում բարձր բառեր ասել։ Ես էլ եմ ուրախ, որ հրավիրեցիք, որտեղ այս զրույցը եւ պատմությունները երիտասարդ սերունդներին ոգևորելու եւ առաջ տանելու համար են, որ իմանան, որ այսպես ճիշտ է, այսպես է։ Շնորհակալություն։ Դե ինչ, դուք չմոռանաք բաժանորդագրվել մեզ YouTube-ում ու եթե դու նույնպես նստած քո տանը երազում ես ունենալ քո ոդքասթը, երազում ես ունենալ քո հաղորդումները կամ դու ունես մեծ բիզնես կամ փոքր բիզնես, ուզում ես քո գովազդով զբաղվեն գերպրոֆեսիոնալ անձնավորություններ, ապա մի զլացի ու արի Spin Ideas Agency 0-ից մինչև 100% մարքեթինգը քեզ կապով է մեր թիմի տղաները։ Այսքանը, աղջիկները նույնպես, մենք աղջիկ երկով, մեր թիմի կեսը մեծ մասը աղջիկ է, ասի չեմ խոսում, լավ, գնացինք, պակա։